Մարիա հեռուստասերիալում Դավիթը փախցնում է Մարիային և նրանք միասին հեռանում են քաղաքից, ստեղծելով իսկական քաոս բոլորի կյանքում։ Թեև շատերը անհանգստացած են ստեղծված իրավիճակից, իրականում միայն 2 հոգի են զայրացած ու պատրաստ պայթել ցանկացած պահի՝ Ռաֆը ու նրա մայրը Ալան։ Մնացածն ընդհակառակը զգում են, որ վերջապես սիրող սրտերը գտել են միմյանց և չեն թաքցնում իրենց ուրախությունը։ Մարիան հեռախոսով կապ է հաստատում Նոնայի հետ և նրան իր շնորհակալությունն է հայտնում այն ամենի համար, ինչ արեց իր երջանկության համար։ Նոնան երբևէ անսպասելի բարությամբ պատասխանում է այնպես, որ հստակ երևում է՝ Մարիայի հանդեպ իր վերաբերմունքը իսկապես փոխվել է։ Նրա համար այլևս կարևոր չէ նախկինը, այլ միայն Մարիայի բարեկեցությունը։ Ռուբենն էլ զարմացած է Նոնայի այս քայլերից՝ մատանին թաքցնելու պահից սկսած մինչև Մարիային Դավիթի մոտ ուղարկելը։ Այս ամենը նրա համար մեծահոգության հստակ նշան է, և Ռուբենը գնահատում է այդ փոփոխությունը։ Մինչ այստեղ մարդիկ ուրախ են, Ռաֆը պատրաստվում է հակագրոհի։ Նա սկսել է իր վրեժի ծրագիրը և առաջին թիրախը դարձրել արտաքին։ Ռաֆը նրան տալիս է լուրջ առաջադրանք, որի նպատակը պարզ է՝ վնասել թե Մարիային, թե Դավիթին։ Նրա ծրագրում այլևս բարոյական արգելքներ չկան։ Ռաֆը հաշվի չի առնելու ոչ Ռուբենին, ոչ էլ առավել ևս իր հորը Աշոտին, ով կրկին բացակայում է երկրից։ Լիլիթն էլ գնում է Ապուլի տուն։ Նրանք միասին փորձում են հասկանալ Ռաֆի քայլերի հաջորդականությունը, կանխատեսել նրա հնարավոր գործողությունները։ Լիլիթը զգում է, որ եղբայրը հոգեկան ծայրահեղ վիճակում է։ Նա կարող է վտանգել ոչ միայն ուրիշների կյանքը, այլև իրենը։ Լարվածության պահը հասնում է գագաթնակետին, երբ տան դուռը հանկարծ փակում են։ Դուռը բացելով Աբուլը տեսնում է Ռաֆին։ Վերջինս ներխուժում է տուն լցված զայրույթով։ Նա անմիջապես հարձակվում է Աբուլի վրա, պահանջելով Մարիայի ու Դավիթի գտնվելու վայրը։ Նա այնքան է կորցրել վերահսկողությունը, որ չի էլ մտածում հետևանքների մասին, հստակ սպառնալիքներ հնչեցնելով։ Սակայն Ռաֆը դեռ չգիտի, որ այս ամենը, սկսած իր բառերից մինչև սպառնալիքները, լսում է հենց Լիլիթը հարևան սենյակից։ Նրա ներկայությունը կարող է դառնալ ճակատագրական այս ամբողջ պատմության մեջ։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով ինչ առաջադրանք է Ռաֆը տալիս արտաքին, ինչպես է նա պատրաստվում վնասել Դավիթին ու Մարիային։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում և բաց չթողնեք նոր զարգացումները բաժանորդագրվելով այս ալիքին։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Ունեն ասելի ու անտեր չես։ Երկու ընկեր կունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկեր ունի։ Եվ ով է այդ ընկերը։ Դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Ինձ թվում է բոլորիս համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղյակ չեմ կամ տեղի։ Դու լավ ես։ Կարայինք չէ մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապի։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկել նկարաման ենք մի խոսքը։ Ռեյսեր։ Անդրես։ Դեկնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաս գովազն եմ անում։ Չէ՞ սուր։ Նեժնին նստես պատմել, երբ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա, մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց այս տաղանդա մեր Էլեն չոն։
Սուրենը կրիվանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10-ա, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է ասցեմ, նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսոնական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերային։ Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո, այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողա պետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենայինք, որ մեր գործը սկսվեր ժամը 3-ին, ցերեկը։ 3-ին ու 6-ին ավարտվեց։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, դա 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ չկանը որ։ Նորմալ։ Մարիա ջան, ես արդարա, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ողորդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for love weekend։ Շատ։ Չէ, այո։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստատիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հա, ինքը շատ լավ բաբա է։ Ստենդատում Թամարա ջան, շատ։ Շոտ։